Այսօր առավոտվանից Եղնուկյանը դադարեցրել է իր հացադուլը, վերջին ժամանակները Եղնուկյանը մոտ 1 ամիս բուժվում էր նախաինսուլտային, նախաինֆարկտային վիճակից դուրս գալու համար, նա մոտ 20 օր սրսկումներ և դեղահաբեր էր օգտագործում, բայց քանի որ դա չէր օգնել, պետք էր հետազոտություն կատարվեր, հացադուլի ժամանակ նա դադարեցրել էր այդ բոլոր դեղերի ընդունումը և ըստ բժիշկների այդ իր վատթարանալու պատճառը հենց դա է եղել և նրան չի թույլատրվում այդ դեղերը չօգտագործել, հատկապես այդ արյան մակարդելության դեղը, որը կարող է տրոմբ առաջացնել և միանգամից կյանքը ընդհատվի, դրա համար մի պատճառը դա էր, մյուս պատճառն էլ, որ ըստ Եղնուկյանի փաստորեն իշխանությունները շարունակում են հաշվեհարդարը և որևէ բան այդ բողոքի նշանը չփոխեց և նաև լսելով հասկանալով, որ թե իր թիմակիցները նույնպես այդ նույն կարծիքի են, որ նման ակցիան որևէ բան չի փոխում, այսօր դադարեցրել է հացադուլը։ Ես ցանկանում եմ ընթերցեմ Եղնուկյանի հայտարարությունը, որը տարածված է համացանցով։ Ոչ, սա տարածված չէ, բայց կտարածվի, այո, համացանցում կտարածվի և հայտարարությունից հետո կտրամադրենք ներկաներին հայերեն և անգլերեն տարբերակով։ Սա Եղնուկյանն է գրել երկար ժամանակվա ընթացքում, հավանաբար վերջի 2 շաբաթվա ընթացքում։ Սա բացառապես իր հայտարարությունն է, ես ընթերցում եմ իր հայտարարությունը։ Իշխանությունների կողմից իմ նկատմամբ արդեն 5-րդ տարին իրականացվող քաղաքական հալածանքը ունի խոր արմատներ։ Ամեն ինչ սկսվեց նրանից, որ ես Երևանի Ալեք Մանուկյան փողոցի վրա գտնվող իմ եռահարկ շինությունը անվճար տրամադրեցի հիմնադիր խորհրդարանին և բոլոր այլ քաղաքացիական շարժումներին, ովքեր դրա կարիքն ունեցել են։ Ավելին, ես ինքս սկսեցի ակտիվ մասնակցություն ունենալ մի շարք քաղաքացիական նախաձեռնություններին, ինչը բնականաբար դուր չէր գալիս իշխանություններին։ Մաշտոցի պուրակի և ծածկած շուկայի հետ կապված քաղաքացիական նախաձեռնություններից հետո իրական հալածանքներ սկսվեցին իմ և ընտանիքիս անդամների նկատմամբ։ Մի քանի օրվա ընթացքում 2 անգամ հարձակումներ եղան իմ 2 մեքենաների վրա, մի դեպքում դանակով պատառոտեցին 4 անվադողերը, մյուս դեպքում երկաթյա ծանր ձողով կոտրեցին մյուս մեքենայից շարժիչի ծածկոցը և հայելիները։ Հիմնադիր խորհրդարանին անդամակցելու համար հրկիզվեց իմ 3-րդ մեքենան, իսկ Բերձորի ահաբեկչությունների ժամանակ հիմնովին ջարդվեցին 3 մեքենաներս։ Ավելի քան 1 ամիս իմ լուսանկարով մեծ պաստառը ատելություն, խտրականություն, թշնամանք և բռնություն հրահրող մակագրություններով փակցված մնաց Երևանի կենտրոնում, ծածկած շուկայի ամենատեսանելի մասում։ Չնայած իմ բազմաթիվ բողոքներին, ոչ մի պաշտոնյա չմիջամտեց այս ակնհայտ անօրինությանը և իշխանությունների կողմից հանցավոր անգործություն դրսևորվեց։ Նույն ժամանակահատվածում ինձ և ընտանիքիս անդամներին բազմաթիվ անգամներ հետապնդել են վախի մթնոլորտ սերմանելու նպատակով։ Այս բոլոր ահաբեկչությունները իմ նկատմամբ իրականացվել են իշխանությունների թողտվության և հովանավորության արդյունքում։ Վերջին ժամանակներս իմ մի շարք բարեկամներ և ծանոթներ հորդորում էին ինձ, որ ես Հայաստանում իմ ունեցվածքը վաճառեմ և գնամ ԱՄՆ, քանի դեռ այն ձեռքիցս չեն վերցրել։ Նրանք ինձ ասում էին աղջիկներիդ մասին մտածի։ Բնականաբար այս մարդկանցից մի մասը իրական բարի կամեցողներ էին, սակայն մեծ մասը ինձ մեսիջ էին ուղարկում։ Ինչպես ասում են, առանց կրակ ծուխ չի լինում։ Այս գործելաոճը բավականին տարածված է Հայաստանում և նման ձևով վարվել են մի շարք սփյուռքահայ ներդրողների հետ։ Այսպիսով, արդեն երկար ժամանակ է իշխանությունները պատրվակ էին փնտրում ազատվել ինձանից, չկա անձը, չկա նաև պրոբլեմը թեզիսի համաձայն։ Եվ քանի որ ես որևէ սև գործերի կամ ֆինանսական մութ պատմությունների մեջ խառնված չեմ եղել, իշխանությունների համար դժվար էր ինձ մեկուսացնել կամ սահմանափակել։ Սասնա ծռերի գործողությունները առիթ հանդիսացան ինձ մեկուսացնելու և պատժելու համար։ Ինձ կեղծ և շինծու մեղադրանք առաջադրեցին։
Քանի որ որևէ հանցավոր արարք ես չէի կատարել, ինձ մեղադրեցին հավաքի ժամանակ տեղեկատվություն հրապարակելու, համացանցով տեղեկություններ տարածելու, հանրահավաք կազմակերպելու և ռադիոկապով ապահովել ձգտելու մեջ։ Չնայած ինձ նման արարքներ մեղսագրեցին, սակայն նախաքննական մարմինը որևէ ապացույց այդպես էլ չկարողացավ ներկայացնել։ Ինձ մեղադրում են ոստիկան պատանդներին պահելուն օժանդակելու մեջ, սակայն Սասնա ծռերից որևէ մեկին ոստիկան պատանդներին պահելու մեջ չեն մեղադրել։ Ինձ մեղադրում են զավթաչ շենք շինությունները պահելուն օժանդակելու մեջ, սակայն երբ Սասնա ծռերի տղաները զենքերը վայր դրեցին և շինությունները ազատեցին, նրանցից ոչ մեկին չմեղադրեցին նման մեղադրանքով։ Փաստորեն հանցագործություն կատարողները չկան, սակայն ինձ մեղադրում են գոյություն չունեցող հանցագործներին օժանդակելու մեջ։ Դատարանները կալանք կիրառեցին և կալանքի ժամկետը երկարացրեցին առանց որևէ հիմքերի։ Երբ պաշտպանս պահանջում էր, որ դատարանը կամ քննիչը մատնանշեն այն նյութը, որի հիման վրա քննիչը հանգել էր հետևության, որ ես կխոչընդոտեմ նախաքննությանը, դատավորը առանց կոնկրետ նյութ մատնանշելու ասաց, որ նյութը քրեական գործում է։ Նույն հարցին քննիչը հայտարարեց, որ նյութեր կան, բայց դրանք նախաքննական գաղտնիք են։ Դրա համար էլ չենք ներկայացնում դատարանին։ Դատարանը աննախադեպ բարձր գրավը մերժեց առանց որևէ պատճառաբանությունների։ Անտեսվեց նաև 30-ից ավել պատգամավորների, իրավապաշտպանների և հեղինակավոր անձանց երաշխավորությունները և միջնորդությունները։ Կալանքը ուղեկցվեց հարազատներիս հետ տեսակցությունների և հեռախոսազանգերի անօրինական սահմանափակումով։ Վերջերս Հանրապետության նախագահը նեղ շրջապատում իմ կարգավիճակի հետ կապված շփումների ժամանակ հայտարարել է, որ ես սպառնում եմ ազգային անվտանգությանը։ Եթե կա նման ենթադրություն անելու որևէ թեկուզ և աննշան հիմք, ապա թող բոլոր հիմքերը հրապարակվեն։ Եթե ոչ, նշանակում է, որ նախագահը անձնական վրեժխնդրություն է դրսևորում։ Նախագահը խախտում է նաև անմեղության կանխավարկածը։ Բացի այդ, նա ինձ պատժելով վրեժխնդիր է լինում նաև եղբորիցս, ով հանդգնել էր մի քանի տարի առաջ Նյու Յորքում Կոլումբիայի համալսարանում քննադատել նախագահին քաղբանտարկյալների մասով։ Այստեղ նախագահը ևս խախտել էր անմեղության կանխավարկածը և դեռ դատաքննությունը չավարտված ասել էր, որ Շանթ Հարությունյանը հանցագործություն է կատարել։ Այս ամենից հետո ավելի քան անհասկանալի է ԱՄՆ դեսպանի դիրքորոշումը, ով ներկայացնում է ԱՄՆ կառավարությանը։ Ես դեսպանին բազմիցս խնդրել եմ, որ նա հայտարարությամբ հանդես գա դատապարտելով, որ Հայաստանում չարաշահվում է նախնական կալանքը, այդ թվում նաև իմ նկատմամբ։ Ես չէի ցանկանում, որ դեսպանը իմ անմեղության մասին հայտարարություն անի, այլ բացառապես նախնական կալանքի։ Իդեպ, այս մասին արդեն ԱՄՆ պետական դեպարտամենտը Հայաստանի մասին իր տարեկան զեկույցում նշել էր։ Իր հերթին էլ դեսպանը ինձ ուղարկված նամակում ևս նշել էր այս մասին։ Կալանքի ընթացքում դեսպանատան հետ իմ անմիջական կապը եղել է հյուպատոսի տեղակալ Ադամ Քոլվինը, ով վերջին անգամ ինձ այցելեց հացադուլի 5-րդ օրը, սակայն անգամ չհետաքրքրվեց իմ առողջական վիճակով։ Նա ինձ ասաց, որ մենք ի պաշտոնե չենք կարող նման հայտարարություն անել։ Այս պնդումը չի համապատասխանում իրականությանը, քանի որ հենց դեսպանն է իր նամակով հայտնել ինձ և եղբորս, որ իրենք կարող են դատապարտող հայտարարությամբ հանդես գալ 3 դեպքերում։ Առաջին, երբ մեղադրանքը և մեղսագրվող գործողությունները վկայում են, որ ես քաղաքական հալածյալ եմ։ Երկրորդ, երբ խախտվել է իմ այնպիսի հիմնարար դատավարական իրավունք, որը նախատեսված է Հայաստանի օրենքներով և միջազգային պայմանագրերով, անգլերեն due process, և երրորդ, երբ խտրականություն կա իմ որպես ԱՄՆ քաղաքացու նկատմամբ։ Մենք այս 3 հանգամանքների մասին էլ բազմիցս բազմակողմանի փաստերով ապացուցել ենք և նամակներով դիմել ենք դեսպանին և նրանից մինչև այսօր այդ փաստերից որևէ մեկի հետ կապված աննշան անհամաձայնություն չենք ստացել։ Բացառությամբ Միրոնովի գործի հանգամանքների, ինչի առնչությամբ ինձ կտրուկ ասել են,
Միրոնովի դեպքի հետ դու գործ չունես։ ԱՄՆ հյուպատոսը եղբորս հայտնել է, որ դեսպանը իմ հարցով խոսել է նաև ՀՀ նախագահի հետ, ով ասել է, որ դեսպանի կողմից կատարված հայտարարությունը կվնասվի եւ անօգուտ կլինի։ Սակայն դեսպանը ներողություն, ավելին, դեսպանը ինձ ուղված իր նամակում նշում է, որ ինքը խորհրդակցել է իր թիմակիցների եւ Հայաստանի իշխանությունների հետ, թե ինչքանով է նպատակահարմար հայտարարություն անել իմ մասին։ Հայտարարություն անելու կամ չանելու քննարկումները եւս հերքում են այն միտքը, որ դեսպանը իրավասու չէ նման հայտարարություն անել։ Հարց է առաջանում, եթե չէիք կարող հայտարարություն անել, ապա ինչու եք քննարկում եւ ծանր թեթևանում այդ հարցը, հատկապես Հայաստանի պաշտոնյաների հետ։ Այդ երբանից է մոլորակի գերտերության դեսպանը հանձինս ԱՄՆ կառավարությանը իր որոշումների համար խորհրդակցում այլ պետության իշխանավորների հետ։ Այս հանելուկին ավելացնենք եւս մեկը, որ այս քննարկումների ժամանակ դեսպանը իր թիմակիցներով գտել է, որ իրենց հայտարարությունը անարդյունավետ կլինի եւ կվնասի ինձ։ Սա եւս մեկ անգամ ապացուցում է, որ դեսպանը կարող էր հայտարարություն անել, սակայն չի անում։ Ի վերջո այդպես էլ ինձ պարզ չեղավ, թե դեսպանը բոլոր պաշտոնյաների հետ ինչ է խոսել իմ մասին։ Նրանք ինչ են ասել, որ դեսպանը ելնելով իմ շահերից, ճակերտների մեջ հայտարարություն չի անում։ Դեսպանը ինձ ուղղված իր նամակում նշում է, որ ինքը հանդիպել է գլխավոր դատախազին, հատուկ քննչական ծառայության պետին, Արդարադատության նախարարին եւ մարդու իրավունքի պաշտպանին եւ իմ հարցը նրանց մոտ առաջ է քաշել։ Սակայն դժբախտաբար դեսպանը ինձ չի ասում, թե նրանք ինչ են ասել։ Փաստորեն բոլորը խոսում են իմ շահերի մասին, բայց ես ոչ մի բանից տեղյակ չեմ։ Քանի որ նախնական կալանքի մասով հայտարարություն չեղավ, ես խնդրեցի, որ դեսպանը հանդես գա մարդասիրական տեսանկյունից եւ հանդես գա գրավ կիրառելու խնդրանքով, հատկապես այն պարագայում, որ դատարանը կալանք էր կիրառել իմ նկատմամբ բացառապես այն բանի համար, որ զինված խմբի անդամները դեռևս չէին ազատել շինությունները։ Այժմ բոլորովին այլ իրավիճակ է։ Այս գրավ կիրառելու մարդասիրական քայլի մեջ որևէ իրավական կամ քաղաքական միջամտություն չկա։ Սա բոլորովին անմեղ եւ արժանապատիվ քայլ էր։ Սակայն դեսպանը կրկին չարեց սա առանց որևէ պարզաբանման։ Վստահ եմ, որ դեսպանը գիտակցում է, որ այս իշխանությունները հաշվեհարդար են տեսնում իմ նկատմամբ եւ նրանք ինձ պետք է պահեն կալանքի տակ որքան ցանկանան։ Դա կարող է ձգվել առնվազն 3 տարի, 1 տարի նախաքննություն եւ 2 տարի դատաքննություն, այն էլ լավագույն դեպքում, եթե դատարան ինձ արդարացնի։ Վատագույն դեպքում ինձ սպառնում է 20 տարի ազատազրկում։ Այս անարդարությունը խափանելու համար 2 ճանապարհ կա։ Քանի որ ցավոք իրավական ճանապարհով հարցի լուծման տարբերակը չի աշխատում։ Մի տարբերակ է նա է, որ դեսպանը, հետևաբար նաև ԱՄՆ կառավարությունը հրապարակային հայտարարություն անի, որ իմ նկատմամբ կալանք ընտրելը եւ գրավ չկիրառելը անարդարացի է, եւ միաժամանակ ճնշում գործադրի իշխանությունների նկատմամբ, որ ինձ ազատ արձակեն, եւ երկրորդ տարբերակը, երբ Հայաստանում իշխանափոխություն լինի եւ բոլոր քաղբանտարկյալներն ազատ արձակվեն։ Դեսպանի կողմից այս հանգամանքը լավ իմանալով ոչինչ չանելը եւ նման դիրք բռնելը ինձ հուշում է, որ այստեղ առկա է քաղաքական դավադիր համաձայնություն։ Հուսով եմ, որ դեսպանատունը կվերանայի իր մոտեցումը, կընդունի արդար դիրքորոշում, ինչը համահունչ կլինի ամերիկյան դարեր շարունակ պահպանվող եւ կիրառվող արդարության, ազատության եւ հավասարության սկզբունքներին։ Քաղբանտարկյալ Կարո Եղնուկյան, Երևան կենտրոն, Քերակատարողական հիմնարկի կալանավոր 20-10-րդ ամիս 2016 թվական։